Դեք ես մտածում եմ, թե ինչքան մեծ արտոնություն է Աստծո կողմից թե կանչված լինելը, թե ուղարկված լինելը։ Քանիսներս կուզենայինք Աստծո կողմից թե կանչված լինենք, թե ուղարկված։ Կուզենայինք, որ Աստված քեզի կանչեր, քո անունով կանչեր։ Գիտեք, Աստված արդեն կանչել է։ Աստված քեզի արդեն կանչել է, դրա համար ես դու իր մեջ, դրա համար ես դու այսօր այստեղ եւ իր մեջ ընդհանրապես։ Եվ կանչվածից հետո չէ կանչել եւ ուղարկել։ Երկու տարբեր գործողություններ է, որ շատերը կարող են մտածեն ուզենան լինել Աստծուց կանչված, բայց ոչ Աստծո կողմից ուղարկված։ Բայց գիտեք ինչ մեծ պատիվ է Աստծո կողմից նույնպես ուղարկված լինելը։ Ոչ թե Աստված ուղարկում է իրանից հեռու, այլ Աստված ուղարկում է իր մեծ նպատակի մեջ։ Գիտեք ինչքան հետաքրքիր պատմություն է, որ մեկը եղավ Աստծո կողմից ուղարկված, եւ մենք տեսնում ենք այդ մարդու կյանքի փոփոխությունը։ Կարող է դու մտածես, թե դու շատ կրթություն չունես հոգեվոր, եւ ճիշտ լինի քո մտածածը քո մասին, որ դու շատ գիտելիք չունես, շատ կրթություն չունես, բայց այս պատմությունը այսօր գիտեք ինչքան քաջալերական է ամեն մեկից համար, որ երբ որ մենք Հիսուս Քրիստոսին հանդիպեցինք, Հիսուս Քրիստոսին տեսնելուց հետո, իր ձեռքը մեր վրա լինելուց հետո, իր կողմից ուղարկված լինելուց հետո, մենք տեսնում ենք կյանքի փոփոխություն, մենք տեսնում ենք մտքի նորոգում, գիտելիքի բազային մի հատ հրաշք, չասենք վերականգնում, որ չեղածտեղից Աստված գիտություն է տալիս մարդուն, եւ ամենաանհույս վիճակի մեջ Տերը մեր հույսն է։ Ամեն հրաշք է, գիտեք, երբ որ մենք հանդիպում ենք Հիսուս Քրիստոսին։ Մեր կյանքը փոխվում է, երբ որ մենք հանդիպում ենք Հիսուս Քրիստոսին։ Ամեն բան դառնում է շրջադարձային, երբ որ մենք հանդիպում ենք Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, ավետարանների մեջ մենք գիտենք կա 4 ավետարան, ովքեր բացել են նոր կտակարան, հանդիպել են 4 ավետարանի, չէ՞։ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովանես։ 4 ավետարան, բայց հետաքրքիր է, որ առաջին 3 ավետարանների մեջ պատմություններ կա, որ նույնն է, կրկնվում են պատմությունները, մոտեցումներն է մի փոքր այլ։ Բայց պատմություններ կա, որ միայն գրված է Հովանու ավետարանի մեջ։ Դրա համար Հովանու ավետարանը մի փոքր առանձնանում է իր տեսակով, իր ոճով, իր աստվածաբանությամբ, առանձնանում է 3 մնացած ավետարաններից։ Եվ մի պատմություն կա, որ գրված է Հովանու ավետարանի մեջ, դա շնացող կնոջ պատմությունն է, որ բռնվեց շնության մեջ, բռնեցին ավելի ճիշտ շնության մեջ, երևի թե կազմակերպված էր այդ ամեն ինչը, որովհետև պատմությունը որ կարդում ենք, հասկանում ենք, որ իրանց ավելի շատ հետաքրքիր չէ այդ կնոջ վարքը, կնոջ արարքը, այլ ավելի հետաքրքրված էին Հիսուսի դեմ ինչ որ բան անելու համար։ Դրա համար մենակ կնոջը բերեցին մեջտեղ, ոչ թե հետի եղածինել նույնպես։ Այլ իրանց հարցը Հիսուսին փագուղի մտցնելն էր, դրա համար բերեցին եւ ասեցին օրենքով գրված է այսպես։ Ու գիտեք, երբ որ պատմությունը կարդում ենք, մտածում ենք, թե իրանք ունեին լծակները այդ կնոջ հարցերը լուծելու։ Ինչի համար իրանք այդ կնոջը քաշ տվեցին, բերեցին, կենտրոն կանգնեցրեցին եւ ասեցին Հիսուս, դու ասա ինչ անենք այս կնոջ հետ։ Միտե Հիսուս Քրիստոս ուներ այդ լծակները այդ կնոջ հարցերը լուծելու։ Ոչ։ Որովհետեւ օրենքով Հիսուսին տրված չէր։ Իրանք էին օրենքի մարդիկ, իրանք էին փարիսեցիներ, իրանք էին այդ գործի վրա եւ այդ կնոջը երբ որ բռնել էին շնության մեջ, իրանք հենց պետք է հարցը լուծեին, ոչ թե բերեին պաստային ինչ որ մեկին ասեն, ինչ ես ասում, ինչպես վարվենք այս մարդու հետ։ Ով էր Հիսուս Քրիստոս այդ պատմության մեջ։ Ուղղակի մեկ ուսուցիչ, ով որ համբավ ուներ, հրաշքներ էր անում, բայց ով էր այդ հարցի մեջ։ Իրանք էին իշխանություն եւ իրանք պետք է հարցը լուծեին ըստ օրենքի, ըստ Մովսեսի օրենքի։ Բայց իրանք հարցը չլուծեցին եւ տեսնում ենք, որ իրանք դրտապաճառը ոչ թե այդ կնոջը պատժելն էր, այլ Հիսուսին փագուղի մտցնելն էր։ Դրա համար իրանք բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի Հիսուսը ասեր ինչ աներ, եւ Հիսուսը փոխում է պատմության ընթացքը։ Հիսուսը զիջման չի գնում այստեղ օրենքին, այլ Հիսուս Քրիստոս շնորհք է արձակում այս կնոջ կյանքի մեջ, ցույց տալով, որ ես եմ օրենքը տվել եւ ես ավելի բարձր եմ, քան օրենքը։ Եվ այդ կնոջ իր դատով ինքը արտարացրեց։ Եթե պատժեր կտեսնենք պատիժը, բայց պատիժը չտեսանք մենք, այլ տեսանք արտարացում, բայց ոչ թե Հիսուս Քրիստոսը մեղքը արտարացրեց, ասեց լավ է արել։
Այլ Հիսուս Քրիստոսը հենց այդ պահին շնորհք արձակեց այդ կնոջ կյանքի մեջ, որովհետեւ այս կինը վերափոխվեր։ Դրա համար ասեց գնա ու էլ մեղք մի գործիր։ Ամեն։ Բայց մենք տեսանք մի խումբ մարդիկ, ովքեր պատրաստ էին մեկի հանցանքի համար քարկոծելու։ Պատրաստ էին մեղքը բերելու կենտրոն եւ բոլորին ցույց տային, թե այս մեկ իշքան մեղավոր է։ Բայց որտեղ էր Աստծո շնորհքը Հիսուս Քրիստոսի մոտ, որ թեև մեղք կար, բայց կար շնորհք մեղքը ներելու համար։ Եվ Աստծո մոտ միշտ էլ կա ներման process-ը, երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ, մեր զղջումով, մեր ապաշխարությունով, միշտ Աստծո մոտ կա շնորհք այդ մեղքը ծածկելու համար, այդ մեղքը ներելու համար եւ ազատ արձակելու համար։ Գիտեք, այս կնոջ պատմությունը դա քույրի աշկել բացել չէր, որոդությունից մեկին մաքրել չէր, բայց մենք տեսնում ենք ավելին, քան ֆիզիկական բժշկությունը։ Մենք տեսնում ենք կյանքի փոփոխություն, որովհետև այսօր կարող է մեկը բժշկված լինի, իր աչքը բացված լինի, իր ֆիզիկականը վերականգնված լինի, բայց իր կյանքի մեջ փոփոխություն մենք չտեսնենք։ Բայց ավելինն է կյանքի փոփոխությունը, որովհետև Աստծո խոսքը ասում է, ինչ օգուտ է մարդուն, եթե ինքը առողջ մարմնով գնա դժոխք։ Աստված ավելի շատ կենտրոնացված է այսօր մեր կյանքի փոփոխությունով, քան մեր բժշկությունով։ Բայց Հիսուս Քրիստոսի մեջ կա թե կյանքի փոփոխություն, թե բժշկություն, թե ազատություն, բայց Աստծո նպատակը առաջին հերթին մեր ներսի բժշկությունն է, մեր կյանքի փոփոխությունն է։ Այս բժշկությունն էլ Աստծո մեջ է։ Երբ որ մենք գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ, մենք վերաբերում ենք թե ֆիզիկական բժշկություն եւ թե ներքին բժշկություն։ Փառք Աստծուն, որ Տերը հետաքրքրված է մեր ամբողջ կյանքով, մեր կյանքի ամեն ոլորտներով։ Հալելույա։ Եվ գիտեք, Հիսուս Քրիստոսը օրենքին զիջման չգնաց այստեղ։ Ինքը օրենքից բարձր կանգնավ եւ շնորհ ցուցաբերեց։ Եվ գիտեք, չդատապարտեց այս կնոջը։ Հետաքրքիր է, այսօր քանիսներս կդատապարտենք նման արարքը, չէ՞։ Կամ ավելի ուրիշ արարքներ, ինչքան կդատապարտենք եւ մարդու հանցանքը մենք կբերենք կենտրոն, որպեսզի ցույց տանք, թե ինքը ինչքան վատն է։ Գիտեք, նույն բանը կարող անենք, ինչ որ արեցին այս փարիսեցիները։ Մեկին բռնենք ինչ որ սխալի մեջ եւ բոլորով այդ մեկին դատապարտենք, նվաստացնենք, հանդիմանենք իր արարքի մեջ։ Հիսուս Քրիստոսը ինչ արեց։ Հիսուս Քրիստոսը չդատապարտեց, թեև դատապարտողները շատ էին։ Եվ ասեց, թե ով որ ձեզանից անմեղն է, թող առաջին ինքը քարկծի, այսինքն դուք բոլորդ մեղքի մեջ եք։ Բոլորդ եք մեղավոր, եթե քարկոծելու լինենք, ձեզ է պետք է քարկոծենք։ Եվ միակ մարդը, ով կարող էր այս կնոջը քարկոծել, դա Հիսուս Քրիստոսն էր։ Որովհետև միայն այն անմեղը այդ տարածքի մեջ էր, միակ անմեղը ինքն էր, որ կարող էր քարկոծել։ Եվ ինքը ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Երբ որ Հիսուս Քրիստոսը նայեց այդ ներկաներին, Հիսուսի հայացքից բոլորը փախան, որովհետև բոլորը զգացին իրանց մեղքը եւ ասին մենք անմեղ չենք, որ մենք քարկծենք այս կնոջ վրա։ Եվ քիչ-քիչ բոլորը հեռացան։ Սկզբից ծերերը հեռացան, հետո երիտասարդները, որովհետև իշքան տարիքը մեծ է, այնքան գործած այդ մեղքերը շատ։ Դա համար իրանց հանցանքների հերթով հիշելով կամաց ասին, քանի մեր մեղքը ջրի երես չի ելել, մենք թողանք այստեղից հեռանանք քիչ-քիչ։ Եվ բոլորը հեռացան։ Եվ այդ մեկը, որ մեղքով հայտնվել էր պատմության կենտրոնում, հրապարակային հայտնվել էր կենտրոնում, Հիսուս Քրիստոս ասեց, որտեղ են քեզ մեղադրողները։ Եվ այս կինը ասեց չկան։ Եվ Հիսուս ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Գնա ու այլևս մեղք մի գործիր։ Դեք Հիսուս Քրիստոսի այդ ժամանակվա ներում հրճակելը նման էր կրեդիտով վճարելու։ Երբ որ դու կրեդիտով ինչ որ բան ես գնում եւ հետո ենթադրենք մի տարի հետո դու վճարում ես այդ կրեդիտով առածի դիմաց։ Հիսուսի այդ ժամանակվա արած բժշկությունները նման էր այդ բանին, որովհետեւ ինքը դեռ խաչ չէր բարձրացել, ինքը դեռ չէր մահացել, որ խաչից է գալիս ամեն բժշկություն եւ ազատություն, բայց ինքը այդ ժամանակ անում էր բժշկություններ։ Ինքը ասում էր, ես հիմա բժշկում եմ, բայց այս բժշկության դիմաց ես վճարելու եմ մի քանի օրից կամ մի քանի ամսից։ Ես մի քանի օր, մի քանի ամիս կամ մի տարի հետո ես վճարելու եմ սրա դիմաց խաչի վրա, բայց այսօր եմ ես փրկություն կանչում այս մարդու կյանքի մեջ։ Ինչքան հզոր է, չէ, Հիսուսի շնորհքը։ Որ ասում է, ես ներում եմ քեզ,
ես չեմ դատապարտում էլ քո մեղքը։ Գիտեք, դրա համար մենք էլ մարդկանց երբ որ կանչում ենք ապաշխարության, մենք էլ չենք դատապարտում մեղքը։ Մենք կանչում ենք, որովհետեւ մեղքը կա լույսի մեջ։ Մարդու կյանքը կա լույսի մեջ, որովհետեւ երբ որ մարդը գալիս է Տիրոջ հետ հանդիպման, եթե մենք այդ մարդուն հետ դատապարտենք եւ բոլորի հետ դատապարտենք, մենք չենք տեսնի Աստծո շնորհքը։ Մենք տեսնենք դատապարտության ճնշում այդ մարդու կյանքի մեջ, բայց չկա այդտեղ ազատություն։ Բայց երբ որ Աստված էլ չի դատապարտում մեղքը, ինչի համար, որովհետեւ մենք քայլ արեցինք գալու իր մոտ։ Մենք գիտենք ում մոտ եկանք, որպեսզի մեր մեղքերը ներված լիներ։ Ոչ թե մենք ասում ենք, մենք մեղք ենք գործել, լավ ենք արել, մենք կարիք չունենք ապաշխարության, որովհետեւ Տերն է մեզ չի դատապարտում, այլ ընդհակառակը։ Ես կինը եկավ Հիսուսի ոտքերի մոտ։ Եվ ամեն մեկով որ գալիս է Հիսուս Քրիստոսի մոտ, եւ ասում է, որ ես քո կարիքն ունեմ, որպեսզի մեղքերից ազատվեմ, Հիսուս Քրիստոս ասում է նմանների համար էլ դատապարտություն չկա։ Որովհետեւ դու գիտակցեցիր, որ դու անկարող ես պայքարել քո մեղքերի դեմ, դու անկարող ես քեզ ինքնուրույն սրբագործել, մեղքերից ազատել, դրա համար կանչեցիր Հիսուս Քրիստոսին, ով եկավ եւ քեզ ազատեց մեղքից եւ մեղքի դատապարտությունից։ Ամեն դատապարտություն Հիսուս Քրիստոս վերցրեց իր վրա, երբ որ խաչին էր կանգնված։ Եվ Հայրը, երբ որ պետք է քո մեղքը դատապարտեր, երբ որ դու ասեցիր, ես չեմ կարող իմ մեղքի պատասխանը տամ, այլ թող իմ մեղքի պատասխանը տա Հիսուս Քրիստոս, Հայր Աստված քո մեղքը Հիսուս Քրիստոսի վրա դրեց եւ դատապարտեց խաչի վրա։ Դրա համար մենք այսօր կոչվում ենք ազատներ։ Աստծով մենք ազատ ենք։ Հիսուս Քրիստոսի շնորհքով մենք ազատ ենք։ Այն մեկի միջոցով, ով որ մեր մեղքի փոխարեն խաչը բարձրացավ եւ ամեն պատիժ, ամեն դատապարտություն, ամեն զայրույթ ինքը իր վրա վերցրեց։ Եվ մեզ կոչեց ազատներ, մեզ կոչեց աշտարներ։ Սա է Աստծո շնորհքը, երբ որ մենք քայլ ենք անում Հիսուս Քրիստոսին մոտենալու, մենք իր շնորհքն ենք ընդունում սիրելիներ։ Եվ այլևս դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Ամեն։ Այս նախապայմանը նրա մեջ լինելն է, ոչ թե նրանից անկախ լինելն է։ Գիտեք, Հիսուս Քրիստոսին ուղղակի տեսնելը, ուղղակի իր ներկայությունը շոշափելը դեռ քո պատասխանը չէ։ Այստեղ Աստծո հոգին ներկա է։ Աստված այստեղ ներկա է։ Տիրոջ խոսքը ասում է, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքվեն, ես նրանց մեջ եմ։ Բայց գիտես, այստեղ կարող ես դու ներկա լինել, Աստվածը ներկա լինի, բայց դու բժշկություն չվերապրես։ Հիսուս Քրիստոսին դեռ տեսնելը դեռ բավարար չէ։ Իրան զգալը դեռ բավարար չէ, որ դու բժշկվես։ Պետք է դու վերցնես քո բժշկությունը։ Պետք է հավատաս, որ ինքը բժիշկ է։ Պետք է կանչես իր բժշկությունը քո կյանքի մեջ։ Ասես Հիսուս, ես քո կարիքն ունեմ։ Մի հատ պատմություն կնայենք եւ վառ օրինակ է ասածի։ Հովանո Ավետարան 8-րդ գլխի մեջ 8 եւ 9-րդ գլուխները պետք է այսօր նայենք։ Շատ հետաքրքիր է, որ երկու պատմություն, մեկ էս կնոջ պատմությունն է, որ բռնվեց շնության մեջ եւ բերեցին իրան կենտրոն։ Եվ այդ ժամանակ Հովանո Ավետարան 8-րդ գլուխ 56-րդ խոսքը ասում է. Ձեր հայր Աբրահամը ցանկացավ տեսնել իմ օրը եւ տեսավ եւ ուրախացավ։ Գիտեք, մարդիկ էին հավաքված, ովքեր իրանց սրտերը արդեն Աստծո հետ չէր։ Փարիսեցիները, ովքեր ծրվել էին Աստծուց եւ իրանց սրտերը ծառայում էր վաղուց, փողին, իշխանությանը եւ իրանք իրանց դիրքը չարաշահում են մարդկանց առաջ։ Իրանք իրանց արդեն չէին քննում, թե արդյոք մենք ուղիղ ենք Աստծո առաջ, այլ իրանք սրտերը վաղուց ծռել էին եւ Հիսուս Քրիստոս խոսում է իրանց հետ եւ ասում է. ձեր հայր Աբրահամը, որ դուք այդպես Աբրահամով բարձենում եք, ձեր հայր Աբրահամը տեսավ իմ օրը, ուզեցավ տեսնել, տեսավ եւ ուրախացավ։ Պատկերացրեք, իշքան գիտակ մարդիկ էին, կարտացած, լիքը գիտության մեջ, եւ մի հատ հարց, որ իրանց տանջեց այդ ժամանակ, տեսան Հիսուսի տարիքը եւ ասեցին. դու դեռ 50 տարեկան չկաս։ Այդ ժամանակ երևի թե 32 տարեկան էր։ Դու դեռ 50 տարեկան չկաս։ Ինչպես կարող ես դու տեսնել Աբրահամին։ Իրանք ամենակարևորը փաստողեցին այստեղ, թե ով էր Հիսուս Քրիստոս։ Թեև օրենքի գիտակ են, բայց իրանք փաստողեցին Հիսուսի ով եղնելը, որ ինքը Մեսիան է, եւ Աբրահամը ինչը տեսավ։ Եվ Աբրահամը որ ժամանակում է ապրել, Հիսուսը որ ժամանակում։
Եվ Աբրահամը ինչպես կարող էր տեսնել Հիսուսի օրը, բայց Հիսուս Քրիստոսը չասեց, թե ես տեսա Աբրահամի օրը, այլ հակառակը ասեց, որ ձեր հայր Աբրահամը տեսավ իմ օրը, որ էր Հիսուսի օրը։ Ինչ է նշանակում Հիսուսի օր։ Այն պահը, երբ որ Հիսուս Քրիստոս խաչի վրա մարդկության մեղքերի համար զոհաբերվեց։ Օրը դա է նշանակում, ոչ թե իմ ընթացքը, իմ առօրյան, այլ օրը նշանակում է Քրիստոսի խաչը տեսավ Աբրահամը, բայց երբ տեսավ եւ որտեղ տեսավ։ Ես կարծում եմ, որ հենց այն պահին, երբ որ Աբրահամը Իսահակին բերեց զոհաբերելու Մորիա լեռան վրա, որ լեռներից մեկին վրա էր հենց Գողգոթա լեռներ, որտեղ Հիսուս Քրիստոսը խաչվեց, եւ Աբրահամը բերելով Իսահակին զոհասեղանի վրա դրեց, եւ երբ որ Աստված պատասխանեց հենց այն պահին, երբ որ ինքը պետք է սպաներ Իսահակին, ինքը տեսավ խոյը շերի մեջ խճճված։ Բայց Աբրահամը ավելին տեսավ այդ ժամանակ, քան խոյն էր։ Ավելին տեսավ ինքը, որովհետև Աբրահամը տեսիլք տեսավ այդ պահին, եւ տեսիլքի մեջ տեսավ Հիսուս Քրիստոսի խաչելությունը, տեսավ արդեն Մեսիային եւ իր կատարած գործողությունը, որ ինքը Իսահակ է զոհաբերելու, ինքը տեսավ Հիսուսին, տեսավ մի հատ օրինակ, խորհրդապատկերը տեսավ, որ Հիսուս Քրիստոս խաչի վրա վեր եւ ինքը Աստծո որդին էր, ինքն էր Աստծո գառը, եւ տեսնելով դեռ մի քանի տարի առաջ Հիսուս Քրիստոսի օրը տեսնելով ինքը ուրախացավ, որ մարդկությունը փրկություն կունենա, եւ իր համարել էր դա հույս, որովհետև ինքն էլ երբ որ մահանար, դժոխք կգնար, բայց էլ դժոխքն ուներ մագարտակներ, սրբերի եւ անսուրբերի, որ ներքին մագարտակը անսուրբերի դժոխքն էր, եւ վերևի մագարտակը սրբերի տեղն էր։ Հայրենի մեջ ինքը դժոխք է ընդանուր առմամբ, բայց գնում էին իրանք այդ սպասարանը, որովհետև երբ որ Մեսիան պետք է գար եւ Հիսուս Քրիստոսի համար Պետրոս առաքյալը ասում է, ինքը իջավ դժոխք, քարոզեց, վկայեց, որ ես մեռա եւ ես եմ Մեսիան, եւ ասում է գնաց քարոզեց դեր եւ այդ սրբերի ժողովը իր հետ տարավ երկինք։ Աբրահամն է դրանց մեջ էր, բայց այն հատված ովքեր Աստծուն մերժել էին ամբողջ ընթացքում, հին ուխտի մեջ էլ Աստծուն հակառակ էին ապրել, Աստծոյ չեն եղել, իրանք իջել էին ներքին դժոխք եւ իրանք մնացին այդտեղ։ Այսինքն Մեսիայի փրկագնումը իրանց չվերաբերվավ Աստծո սրբերին, ովքեր նահատակվել էին, ովքեր ննջել էին իդեր եւ Քրիստոսը իրանց տարավ հոր մոտ։ 8-րդ գլուխ 57-58 խոսքերը։ Հրյաները նրան ասացին. դու դեռ 50 տարեկան չես եւ Աբրահամին տեսար։ Հիսուսը նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ ես եմ։ Գիտեք այս խոսքը ինչ ուժեղ խոսք է։ Եվ այս խոսքը ես եմ մենք հանդիպում ենք Հովաննես ավետարանի մեջ մեկ ուրիշ տեղել։ Ես եմ դա Աստծո անունն է, որ Աստված ասում է ես եմ, որ եմ։ Եվ հրյաները շատ լավ գիտեին ինչ է նշանակում ես եմ անունը։ Եվ Հիսուս Քրիստոս երբ որ իրանց ասեց Աբրահամի ծնվելուց առաջ էլ ես եմ, ինքը այդ խոսքով ասեց, որ ես Աստված եմ։ Ինքը հրճակեց, հայտարարեց եւ Հովանեսը շատ դիպուկ գրում է այս խոսքը, որ Հիսուսը ասեց ես եմ։ Այս նույն արտահայտությունը մենք հանդիպում ենք մեկ ուրիշ տեղել Հովաննես ավետարանի մեջ, երբ որ գալիս են զինվորները Գեթսեմանի պարտեզում Հիսուս Քրիստոսին բռնելու, եւ Հիսուսը հարցնում է՝ ում եք փնտրում։ Իրանք ասում են՝ մենք փնտրում ենք Հիսուս Նազարեթուն, եւ Հիսուս Քրիստոսը առաջ գալով ասում է՝ ես եմ։ Իրանք լսելով ես եմ-ը, իրանք լսելով Հիսուսի աստվածությունը, այդ խոսքի զորությունը երբ որ արձակվեց, ասում են զինվորները բոլորը հետ գնացին եւ ընկան ցած։ Ասում է այդ խոսքի զորությունը, որ Հիսուսը հրճակեց, որ ես եմ, մեկը կանգնեց եւ ասեց, որ ես Աստված եմ։ Իրանք շատ լավ գիտեն այդ արտադրության իմաստը։ Եվ ասում է զինվորները բոլորը եկել են Հիսուսին բռնելու։ Իրանք եկել են Հիսուսին գերի վերցնելու, բայց գերին դարձավ գերեվալող։ Իրանք որ պետք է Հիսուսին բռնեն, իրանք արդեն գետին ընկան, եւ դրա համար տեսեք ուշադրեք, Հիսուս Քրիստոսը ոչ թե սպանվեց, այլ Հիսուս Քրիստոսը կամովին իր կյանքը դրեց զոհասեղանի վրա, որովհետև ինքը կարող էր փախներ, բայց ինքը կանգնավ մինչև վերջ սպասեց, թե երբ են իրանք գերի վերցնողները ելնելու գետնից,
երբեմն վեր կանգնելու եւ կարող իրան բռնել։ Դրա համար Հիսուս Քրիստոսը ոչ թե սպանվեց, ինքը ցանկացած պահի կարող էր ազատվել, բայց ինքը հոժար կամքով իր կյանքը դրեց զոհասեղանի վրա եւ ինքը խաչվեց հանուն մարդկության, որ ցանկացած պահի ինքը կարող էր իրան գերի վերցնողներին ինքը գերի վերցներ։ Ընդամենը մեկ խոսք եւ մենք տեսնենք զինվորները հատակին։ Բայց Հիսուս Քրիստոս կամովի գնաց խաչը, կամովի գնաց ինքը զոհասեղանի վրա, որովհետեւ Աստծո ծրագիրն էր, որ Հիսուս Քրիստոս պետք է գար եւ խաչը բարձրանար, մահանար ամբողջ մարդկության մեղքերի համար։ Եվ երբ որ ինքը ասեց ես եմ, 59-րդ խոսքը ասում է եւ նրանք քարեր վերցրեցին, որ նրա վրա գցեն Հիսուսին, բայց Հիսուսը ծածկվեց եւ դուրս ելավ գնաց տաճարից նրանց միջով անցնելիս եւ այսպես գնաց։ Շատ ուժեղ է, երբ որ ասում է նրանց միջով անցավ Հիսուսը։ Իրանք հարկոծողների միջով անցավ, այսինքն Աստծո նպատակը այն չէր, որ ուղղակի Հիսուսը սպանվեր։ Որ իրանք քար վերցրեցին այդ արտահայտության համար, որ Հիսուսն ասեց ես եմ, այսինքն ես Աստված եմ, քար վերցրեցին, որ Հիսուսին քարկոծեն այդ արտահայտության համար, Աստված հայոյություն էր դա ցանկացած մեկի համար, բայց ոչ Հիսուսի համար։ Բայց իրանք քանի որ ճունեն Մեսիայի գիտակցությունը, որ Քրիստոսն է ինքը, քար վերցրեցին, որ քարկոծեն, եւ Հիսուսը շատ հանգիստ իրանց միջով անցավ եւ գնաց։ Եվ իրանք երևի թե ման են գալիս Հիսուսին այդ պահին, թե ուր է այդ Հիսուսը, ուր կորավ։ Քարը ձեռքերը սպասում են, դու պատկերացեք իրանց կատաղությունը, ու իրանց աչքի առաջ իրանք չտեսան Հիսուսին։ Իրանց աչքերը փակվեց։ Ուղղակի չտեսան եւ Հիսուսը հանգիստ իրանց միջով անցավ, որովհետեւ դեռ ժամանակը չէր եւ այդ ձևով չպետք է Հիսուս մահանար։ Հարցը մենակ մահանալը չէր, այդ ձևով չէր եւ այդ ժամանակը չէր։ Դրա համար արդեն երբ որ եկավ ժամանակը Հիսուսը հոժար ձևով կանգնեց, սպասեց, մինչև այդ գերեվարված զինվորները ոտքի կանգնեն եւ կան իրան ձերբակալելու։ Մենք այստեղ տեսնում ենք կնոջ պատմությունը հետարքիչ ձևով, որ կնոջը բերեցին մեջտեղ, մեղքը բերեցին մեջտեղ եւ մենք արդեն շարունակությունը Հովաննես Ավետարան 9-րդ գլխի առաջին խոսքում մենք տեսնում ենք ուրիշ պատմություն։ Այս գիտեք հետարքիրը որն է, որ մեղքը երբ որ կենտրոնում է, մենք կոպիտ ասած մեղքին ավելի շատ ենք տեղ տալիս, ավելի շատ ենք բարձրացնում։ Աստծո նպատակը մեղքը կենտրոն բերելը չէ։ Երբ որ կնոջ մեղքը բերեցին կենտրոն, Աստված փոխեց իրավիճակը։ Աստված ասեց, թեև դուք մեղքն եք բերում կենտրոնում, բայց կարևոր է որ կենտրոնում լինի Հիսուս Քրիստոս։ Եվ երբ որ այդ աղջիկներ, այդ կիններ կենտրոնում կանգնած եւ իր մեղքը, մենք տեսնում ենք հետո Հիսուս Քրիստոսն է կանգնած դեղ։ Այսինքն կենտրոնում պետք է լինի ոչ թե մեղքը, այլ կենտրոնում պետք է լինի Աստծո շնորհքը, որը ծածկում է ամեն մեղք, որը ներում է ամեն մեղք։ Դրա համար Աստծո նպատակը ոչ թե այն է, որ մեղքը լինի կենտրոնում, այլ կենտրոնում լինի Հիսուս Քրիստոս։ Մեր կյանքի կենտրոնում է լինի Հիսուս Քրիստոս։ Տեսեք ինչ տեղի ունեցավ իր շարունակության մեջ։ Հովաննես Ավետարան 9-րդ գլուխ արդեն անցանք, առաջին խոսքը։ Եվ անցնելով, այսինքն ես երբ որ տաճարից ինքը կորավ, դուրս եկավ, գնաց աննկատ եւ ոչ մեկ իրան չկարողացավ քարկոծել, եւ անցնելով մի մարդ տեսավ ծնված օրվանից կույր։ Ինչի համար ես ասեցի, որ Աստծո ներկայությունը թեև կա, բայց Հիսուս Քրիստոսին դեռ ֆիզիկապես տեսնելը կամ իրան շոշափելը, իրան զգալը դեռ բավարար չէ, որ մենք բժշկված լինենք։ Քանի հոգի կային այդտեղ հավաքվածներից, ովքեր փորձեցին Հիսուսին քարկոծեին, իրենք նրանք են մարդիկ են, ովքեր ուզում էին իրանցով, իրանց սրբությունով արտարանային Աստծո առաջ։ Իրանք չէին ասում, թե մենք Մեսիայի կարիք ունենք, մենք Հիսուսի կարիք ունենք։ Երբ որ կա ինքնարտարացումը, Աստված ինքնարտարացման հետ գործ չունի։ Հավաքվածներ են մարդիկ են, ովքեր ուզում էին իրանց արտարացնեին առանց Հիսուսի։ Բայց այս կինը Հիսուսով արտարացավ։ Դրա համար փրկություն եկավ կնոջ կյանքի մեջ, բայց այդ կան հավաքվածները փրկություն չստացան, ոչ էլ բժշկություն։
Իրանց մեջ քանի հիվանդներ կային։ Ամեն մեկ ինչ որ մի հատ հիվանդություն ուներ, բայց Հիսուս Քրիստոս իրանց չբժշկեց։ Ասում է անցավ իրանց միջով եւ ոչ մեկը չբժշկվեց։ Հիսուս չէ մեր բժիշկը։ Ասում ենք, եթե Հիսուս Քրիստոս այստեղ ներկա է, ուրեմն մենք բժշկվանք։ Բայց Հիսուս Քրիստոս այդտեղ էլ է ներկա, ինչի համար մարդիկ չբժշկվան։ Որովհետեւ եթե մարդը ասում է, որ ես ինքս կարող եմ ինձ բուժել, ես ինքս կարող եմ լավ գործերով արտանամ Աստծո առաջ, մենք չենք կարող բժշկված լինել։ Երբ որ մենք հիվանդության մեջ ենք եւ ասում ենք, թե ես իմ հիվանդությունս մենակ ես ինչ բժիշկը կարող է բուժել, մի սպասե Աստծուց բժշկություն։ Ուշադիր եղեք, ես չեմ ասում, թե բժշկությունը Աստծուց չէ։ Աստված է թույլ տվել բժշկությունը, որպեսզի ժողովուրդը լինի առողջ, թե գիտական ձևով եւ թե կերպնական ձևով։ Մենք կարող ենք առողջ վերաբերվենք, աղոթենք մեր հիվանդության համար, թույլ տանք, որ Աստված կերպնական ձևով բժշկություն անի մեր կյանքի մեջ, եւ եթե բժշկի կարիք կա, գնա դիմիր բժշկին եւ կարող է Աստված բժշկի միջոցով միջամտություն անի բժշկությանդ համար։ Բայց ուշադիր եղեք եւ զգոն եղեք, թե ում եք դիմում, երբ որ կարիքի մեջ եք։ Եվ եթե քո միակ հույսը այդ բժիշկն է, դու եք դառնաս այս փարիսեցիների նման, որ Հիսուս Քրիստոսը թեև կա կյանքիդ մեջ, բայց դու ասում ես, որ եթե բժշկություն մենակ ես մի հոգին կարող են բուժել։ Որտեղ է Հիսուս Քրիստոսը կա, բայց ինքը չի բժշկել։ Ինչպես էս մարդկանց կողքից ինքը ներկա էր, բայց անցավ գնաց ոչ է բժշկեց։ Մեզ մարդիկ ասեն, թե չէ որ Հիսուս Քրիստոսը դեղ էր։ Ինչի համար Հիսուսը չբժշկեց։ Մենք չուզեցինք, որ ինքը բժշկեր։ Մենք ասեցինք, че այս ինչյանը շատ ուժեղ բժիշկ է։ Մենակ ինքը կարող է այս հարցը լուծել։ Կարող է Աստծո նպատակը, գիտես, քո հիվանդությունը հատուկ եղել է, Տերը թույլ է տվել, ոչ թե տվել է հիվանդություն, այլ թույլ է տվել հիվանդությունը կա, որովհետեւ կերպնական բժշկություն ունենաս դու։ Ինչի համար զգոն չես, որ քո կերպնական բժշկությունը վերցնես։ Այլ միանգամից կապեցիր ինչ որ բժշկի հետ։ Բայց կարևոր է նախ իմանաս ում մոտ ես գնում բժշկվելու, ում մոտ, շատ կարևոր է։ Այսօր շատ ու շատ բժիշկներ կան, անունով բժիշկներ, որ իրանք բուդդիստական ինչ որ սխալ բաներով են մարդկանց բժշկություն անում։ Եվ եթե դու լսես, տեսնես, որ ես ինչ հետարքիր է, ես ինչ լավ բժիշկ է հայտնվել, եւ գնաս մի հատ 10 հատ անեծք վրեդ վերցրած հետ գաս։ Ու լավ փողերն է մուծած։ Մի գնա սխալ տեղ, սպասեմ ինչեւ բժշկվիս։ Աղոթե հավատք դիր, ինչի համար կհավատաս, որ իշ մարդը քեզի բժշկե։ Այդպես ուժեղ հավատ դիր բժշկվի։ Թող Աստված բժշկե քեզի, բայց երբեք սխալ դուր չերտաս խփես, մեզի պետք չէ բժշկություն առանց Աստծո։ Դրա համար ասում է ինչ օգուտ է մարդուն, եթե բժշկված լինի, բայց ինքը դժոխք կեր տա։ Ինչ օգուտ է այդ մարդուն։ Մեզի կարևոր է Աստծո կամքը։ Եվ այն բժշկությունը, որ նոր էլ Աստված է թույլ տվել այդ գիտությունը։ Եվ անցնելով մի մարդ տեսավ ծնվածովանից կույր։ Հիսուսը տեսավ, տեսեք, այնտեղ քանի հոգի կային։ Ինքնարտահայտման լիքը ժողովուրդ, որ Հիսուս Քրիստոս իրանց չբժշկեց, եւ այդ կանից անջատվեց, անցավ գնաց եւ ասում է, տեսավ ծնվածովանից մի հատ կույրի։ Երբ որ այդ մարդը կարիքի մեջ էր, Հիսուս Քրիստոսը անտարբեր չէ, գիտեք։ Հիսուս Քրիստոսը շատ ուշադիր է, երբ որ դու էլ խավարի մեջ ես, դու չես տեսի շատ բաներ, Հիսուս Քրիստոսի հայացքը միշտ քո վրա է։ Եվ այս ամբողջի միջից Հիսուսը տեսավ մեկին, անցնելով գնաց տեսավ մեկին, ով որ կույր էր, եւ երկրորդ խոսքը ասում է, եւ աշակերտները հարցրեցին Հիսուսին, թե ռաբի, ով է մեղք գործել, որ նա կույր է ծնվել, նա թե նրա ծնողները։ Տեսեք, թե փարիսեցիները եւ թե աշակերտները փորձեցին մեղքը բերել պատմության կենտրոնում։ Այնտեղ փարիսեցիները կնոջը մեղքի մեջ բերեցին կենտրոն դրեցին եւ մեղքը եկավ առաջի պլան։ Այստեղ արդեն աշակերտները նույն գործողությունը արեցին։ Ոչ թե այստեղ հարցը մարդու կարիքն էր, այլ հարցը այստեղ մեղքն էր։ Եվ մեղքը էլի եկավ կենտրոն։ Ասեցին Հիսուս, ասա, ով է մեղք գործել, որ այս մեկը կույր է ծնվել։ Ինքն է մեղքը գործել, թե իր ծնողները։ Էլի կենտրոնում մեղքն է։ Եվ Հիսուս Քրիստոս ինչպես են պատմության մեջ շնորհքը բերեց կենտրոն, ինքը իրեն բերեց կենտրոն, այդպես էլ էստեղ։ Հիսուս Քրիստոսը ծածկեց այս մեղքը եւ ասեց.
ոչ ինքն է մեղք գործել, ոչ էլ իր ծնողները։ Գիտեք, սա չէ նշանակում, որ այդ մարդիկ անմեղ էին։ Այլ Աստված ուզում է շեշտ ուրիշ բանի վրա դնել, որ մի կենտրոնացեք մեղքի վրա, այլ կենտրոնացեք Աստծո շնորհքի վրա, որը կարող է ներել ամեն մեղք, որը կարող է ծածկել ամեն մեղք։ Դա ասեց, ոչ ինքն է մեղք գործել, ոչ իր ծնողները, այլ սա նրա համար է, որ Տիրոջ փառքը երևա։ Մեկը մի քանի տարի կարիքի մեջ ապրել է, ոչ թե որ մեղք է գործել, այլ որպեսզի Տիրոջ փառքը երևա այդտեղ։ Որովհետև մեկը ուներ Աստծո կարիքը եւ Աստված ճիշտ ժամանակին հայտնվեց։ Բայց լիքը մարդիկ, ովքեր կարիքի մեջ էին, իրանց կարիքի մեջ մնացին, իրանց մեղքի մեջ մնացին, բայց Հիսուսից չխնդրեցին ոչ արտարացում, ոչ էլ բժշկություն։ Այս խոսքերով Հիսուս Քրիստոսը գիտեք ասում է, որ եթե դու կույր ես, ես եմ քո բժշկությունը։ Եթե դու կարիքի մեջ ես, ես եմ քո մատակարարը։ Եթե դու դեպրեսիայի մեջ ես, ես եմ քո խաղաղությունը։ Եթե խավարի մեջ ես, ես եմ ձեր լույսը։ Հիսուս Քրիստոսն է մեր պատասխանը սիրելիներ։ Եվ 4-ից 5 խոսքերը ասում է. Ինձ պետք է նրա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա։ Գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել, քանի որ աշխարհում եմ, ես եմ աշխարհի լույսը։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը հենց այս խոսքերը ասեց այն բանին, երբ որ մեկը կույր էր, մեկը խավարի մեջ էր։ Ասես, քանի դեռ ես աշխարհում եմ, եւ դուք խավարի մեջ եք, ես եմ աշխարհի լույսը։ Քանի դեռ դուք կարիքի եւ անհաջողության մեջ եք, անհուսության մեջ եք, ես եմ ձեր լույսը ամեն կարիքի մեջ, ամեն անհուսության մեջ։ Եթե խավար կա, Հիսուս Քրիստոսն ասում է, եթե խավար կա, չեմ կարող լույս չլինեմ այդ խավարի մեջ։ Ես եմ աշխարհի լույսը։ Ես եմ ձեր կարիքի պատասխանը։ Կարևորը որ մենք նայենք, որ ինքն է սիրներ, ոչ թե մենք ենք, ոչ թե ինչ որ մեկն է, այլ Հիսուս Քրիստոսն է մեր կարիքի պատասխանը։ 6-ից 7 խոսքերը։ Սա ասելով, թքեց գետնին, թուքը ցեղ սարկեց եւ քսեց կույրի աչքերին, եւ նրան ասեց. գնա լվացվիր Սելովամի ավազանում, որը թարգմանվում է ուղարկված։ Եվ նա գնաց լվացվեց, եկավ եւ տեսնում էր։ Շատ հետաքրքիր է, չէ՞, ինչ ավազանի մոտ ուղարկեց Հիսուս Քրիստոսը։ Սելովամի ավազան, որը կոչվում է ուղարկված։ Երբ որ Հիսուս Քրիստոսը հենց այդ պահին կարող էր բուժել, շատ տարօրինակ ձևով բուժեց։ Թքեց գետնին, ցեղ սարկեց թքով, հանեց այդ ցեղը քսեց մարդու աչքերին եւ ասեց գնա լվացվիր, ուղարկեց Հիսուս Քրիստոսը։ Գդավ այս մարդուն, կուրության մեջ, խավարի մեջ գդավ, ցեղը քսեց աչքերին եւ ուղարկեց։ Աստծո կողմից լինել գտնված, լինել ընդրված եւ լինել ուղարկված։ Ուր ուղարկեց Հիսուս Քրիստոսը Սելովամի ավազանի մոտ, որտեղ ջուր կար, ասես գնա եւ ավազանի մոտ լվացվիր, եւ Սելովամը նշանակում է ուղարկված։ Ապոստելո բառն է, որից հետո առաջացել է ապոստել բառը, առաքյալ բառը։ Ուղարկված, առաքյալ։ Եվ այս մարդը, ով որ կուրության մեջ էր, եւ գիտեք, ինքը մուրացկան էր։ Մենք տեսնում ենք, այս մարդը ոչ միայն հիվանդության խնդիր ուներ, նույնպես ուներ աղքատության խնդիր։ Այս մարդը մուրացկան էր։ Հիվանդ ու մուրացկան։ Ինչ գիտելիք պետք է ունենար այս մարդը։ Արդեն պարզ է։ Հա? Մուրացկան եւ կույս։ Պարզ է իր կարգավիճակը ինչ էր։ Բայց երբ որ ինքը Հիսուս Քրիստոսին հանդիպեց, ամեն բան փոխվեց։ Գիտեք, հարցը մենակ Հիսուս Քրիստոսին ֆիզիկապես տեսնելը չէ։ Շատ շատերը տեսան Հիսուս Քրիստոսին ֆիզիկապես, բայց իրանք բժշկություն չվերապրան, բայց այս մեկը ով որ կույր էր, չէր տեսնում Հիսուս Քրիստոսին, ինքը բժշկություն ստացավ։ Գիտեք, հարցը նրա մեջ չէ, թե մենք Հիսուս Քրիստոսին տեսանք, թե չտեսանք ֆիզիկապես։ Հարցը հոգով ընդունելն է, թե ինչի համար Հիսուս Քրիստոս եկավ։ Որ Հայր Աստված Հիսուս Քրիստոսին ուղարկեց աշխարհ մեր մեղքերի համար, որ մեր մեղքերի համար Քրիստոսը պատասխան տար։ Երբ որ մենք այս գիտակցությունը ունենք, մենք կարող ենք տեսնել Հիսուս Քրիստոսին, որ եթե դու գիտակցություն ունես, որ Հիսուս Քրիստոս խաչը բարձրացավ քեզ բժշկելու համար, դու կլինես բժշկված։ Մենակ Հիսուս Քրիստոսին տեսնելը դեռ բավարար չէ։ Մենք պետք է Հիսուսին տեսնենք որպես Մեսիայի, պետք է տեսնենք որպես բժշկողի, պետք է տեսնենք որպես ազատողի, անեծք քանդողի, օրհնողի։
14-ից 17 խոսքերը կարդանք։ Եվ շաբաթ օր էր, երբ որ Հիսուսը ցեխը շինեց եւ նրա աչքերը բացեց։ Փարիսեցիները դարձյալ հարցնում էին նրան, թե ինչպես տեսավ։ Եվ նա նրանց ասեց. ցեխ դրեց իմ աչքերի վրա եւ լուսավորվեց։ Եվ տեսնում եմ։ Եվ փարիսեցիներից ոմանք ասեցին. այն մարդը Աստծուց չէ, որովհետև որ շաբաթ օրը չի պահում, ուրիշներն ասում էին, ինչպես կարող է մի մեղավոր մարդ այսպիսի նշաններ անել եւ բաժանմունք կար նրանց մեջ։ Դարձյալ ասեցին կույրին. դու ինչ ես ասում նրա համար, որ աչքերդ բացեց, ով էր այդ մարդը, որ բացեց աչքերդ, եւ նա ասաց, թե մարգարե է։ Ուշադիր եղեք։ Սկզբից երբ որ հարցրեցին նրան, մուրացկանին հարցրեցին, ինքը ասեց, թե մի հատ մարդ էր, ինչ որ մեկն էր, մի հատ մարդ։ Ինքը եկավ, ցեխը տրեց աչքերից եւ ես սկսեցի տեսնել։ Կարևոր չէր այս մարդու բժշկությունը։ Կարևորը որ ինքը շաբաթ օրով արեց այդ բժշկությունը եւ Աստծուց չէր ինքը, որովհետեւ շաբաթ օրով արեց բժշկություն։ Եվ փարիսեցիների գիտակ մարդիկ են, փարիսեցիների միտքը էս էր։ Եթե շաբաթ օրով է արել, ուրեմն Աստծուց չէ։ Ես մարդուն հարցրեցին մուրացկանին, ով բացեց քո աչքերը, ասեց ինչ որ մեկն էր, մի հատ մարդ։ Տեսեք, երբ որ դու Աստծո կողմից ուղարկված ես, Հիսուս Քրիստոսը տալիս է քեզ իմաստություն։ Տեսնում ենք այս մարդուն, ով որ մուրացկանության մեջ էր եւ ինքը արդեն սկսում է քարոզել փարիսեցիներին։ Փարիսեցիները գիտակ էին։ Ինքը սկսեց արդեն սովորեցնել փարիսեցիներին։ Եվ երբ որ հրյաները այս մարդիկ մուրացկանի կույրի ընտանիքը վախենում են հրյաներից, որ եթե մեկը Հիսուսին որպես Քրիստոս դավաներ, որպես Մեսիա դավաներ, ինքը խնդիր կուներար հրյաների հետ եւ իրանց տաճարից դուրս կվռնդեին։ 24-ից 27 խոսքերը 9-րդ գլուխ։ Ժողովուրդը թեև իմացան, որ աչքերը բացել է, բայց քանի որ հարցեր ունեին, տարան փարիսեցիների մոտ, որ փարիսեցիները, կրոնավորները որոշեին, թե արդյոք եղած դեպքը ճիշտ է, մարդու աչքերը բացվել է հեչ, բայց արեք հələ քննենք։ Դրա համար տարան փարիսեցիների մոտ։ Տեսեք, քննությունը լք շարունակ, այս մարդը աչքերը բացավ, ընկավ կրակը։ 24-ից 27 խոսքը։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այս մարդուն, որ կույր էր, եւ նրան ասեցին. Աստծուն փառք տուր։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. թե մեղավոր է, ես չգիտեմ։ Մի բան գիտեմ, որ կույր էի եւ հիմա տեսնում եմ, եւ դարձյալ ասեցին նրան. ինչ արեց քեզ։ Ինչպես բացեց աչքերդ։ Նրանց պատասխանեց. արդեն ձեզ ասեցի եւ չլսեցիք, ինչպես եք դարձյալ կամենում լսել։ Միթե դուք եք կամենում նրան աշակերտ լինել։ Այս կույր նախքին կույրը արդեն սկսեց փարիսեցիներին դասեր տալ։ Թե կարող է դուք կուզեք իր աշակերտը դառնաք, դրա համար եկել եք հակը հետարքրվիք, թե ինչպես, ով, ինչպես, ինչ մեթոդներով։ Գիտեք, այս մարդը քանի հլը կվգայր Հիսուսի մասին, փարիսեցիների մոտ, ժողովրդի մոտ, ինչքան այս մարդը սկսեց դավանել Քրիստոսի մասին, այնքան լցվեց իմաստությունով։ 28-29-րդ խոսքերը։ Նրանք նախադեցին նրան եւ ասեցին. դու ես նրան աշակերտ, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան չգիտենք, թե որտեղից է։ Գիտեք, իրանք սուտ խոսացին, երբ որ ասեցին, մենք չգիտենք, թե ինքը որտեղից է։ Շատ լավ գիտեն Հիսուսը որտեղից է, որ ծնվել է Բեթլեհեմում, եւ մի կյա մարգարեներ, մարգարեացել էր դեր տարիներ առաջ, որ Մեսիան պետք է ծնվի Բեթլեհեմից, բայց գիտեք, իրանք կույր էին, այդ փարիսեցիները կույր էին եւ իրանք սուտ խոսացին այդ բանին, որ ասեցին, մենք չգիտենք, թե Հիսուս Քրիստոսը ով է եւ որտեղից է եկել։ 31-ից 34 խոսքերը։ Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը Աստվածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից հետ լսված չի, որ կույր ծնվածի աչքերը բացված լինի։ Եթե սա Աստվածանից չէր, ոչինչ չէր կարող անել։ Պատասխանեցին եւ նրան ասացին. դու բոլորովին մեղքի մեջ ես ծնվել։ Եվ դու ես մեզ սովորեցնում,
տեսեք, կույրը 1 ժամ դրել է փարիսեցիներին քարոզե Հիսուսի մասին եւ իրան դուրս երեցին։ Այս կույրին դուրս երեցին։ Գիտեք, այստեղ դուրս երելը ավելի շատ օրհնություն էր այս մարդու համար, որովհետեւ ինքը դուրս եկավ, գնաց Հիսուսին հանդիպեց։ 35-ից 39 խոսքերը։ Հիսուսը լսեց, որ նրան դուրս արեցին եւ նրան գտավ եւ ասեց. «Դու հավատում ես Աստծո որդուն»։ Նա պատասխանեց եւ ասեց. «Տեր, ով է նա, որ հավատամ նրան»։ Հիսուսն էլ ասեց նրան. «Տեսարել նրան եւ քեզ հետ խոսողին էլ նա ինքն է»։ Եվ նա ասեց. «Հավատում եմ, Տեր», եւ երկրպագեց նրան։ Եվ Հիսուսը ասեց. «Ես դատաստանի համար եկա այս աշխարհը, որ չտեսնողները տեսնեն եւ տեսնողները ուրանան»։ Գիտեք, այս տղայի համար մեծ արդյունություն էր, որ Հիսուս Քրիստոսը բացահայտեց, թե ինքը ով է։ Ինչքան մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի մասին, այնքան մենք լսվում ենք հայտնությունով եւ իր իմաստությունով։ Կույր մարդը, որ բանից տեղյակ չէր, ինքը սկսեց Քրիստոսի մասին դավանել եւ պատմել մեծ բաներ փարիսեցիներին։ Արդեն ինքը, որ գիտություն չուներ, ինքը սկսեց քարոզել Քրիստոսի մասին, որքան մենք Հիսուսի մասին հայտնություն ենք ստանում, որքան մենք Հիսուսի հետ շփվում ենք, այնքան Հիսուս Քրիստոս բացահայտվում է մեզ, թե ինքը ով է։ Սկզբից այդ մարդուն հարցրեցին, ով բացեց աչքերդ։ Տեսնում ենք մենք 3 մագարտակ։ Առաջի հերթին ինքը ասեց, ուղղակի մի հատ մարդ էր։ Հիսուսը իր համար ուղղակի մարդ էր։ Երկրորդ անգամ, երբ որ հարցրեցին, թե ով է, արդեն ասեց ինքը մարգարե է։ Երրորդ անգամ արդեն ինքը Հիսուսին կոչեց Տեր եւ երկրպագեց իբրև Աստծո։ Տեսեք, այս մարդը, որ անկետ էր, ինքը Քրիստոսի հետ շփվելով դարձավ գիտակ եւ սկսեց քարոզել ու վկայել, թե ով է Հիսուս Քրիստոսը։ Գիտեք, Հիսուսը ասում է, ովքեր տեսնում են, եկա որպեսզի իրանք կուրանան, եւ ովքեր կույր էին, եկա որպեսզի իրանք տեսնեն։ Եթե դու կույր ես եւ կարիք ունես Հիսուսի, ասում ես ես քո կարիքն ունեմ, որպեսզի տեսնեմ, Հիսուսը ասում է ես եմ աշխարհի լույսը։ Բայց այն մարդիկ, ովքեր ինքնարտահայտման մեջ են եւ ասում են, թե մենք ամեն բան գիտենք, մենք կարող ենք մեր գործերով արտահանալ, եւ ասում ենք մենք շատ տեսնում ենք, Հիսուսը ասում է այդ նմանները կկուրանան, որովհետեւ եթե դու ասում ես ես ամեն բան գիտեմ, ես Աստծո կարիքը չունեմ, ես ամեն բան տեսնում եմ, ասում է դու Աստծո կարիքը չունես։ Բայց եթե ասում ես Տեր, ես քո կարիքն ունեմ, որպեսզի ես ավելին տեսնեմ, ավելին բացահայտեմ, ավելի հայտնություն ունենամ, թե դու ով ես, քո բնույթը տեսնեմ, ճաշակեմ, Հիսուս Քրիստոսն ասում է ես եկա, որպեսզի դուք տեսնեք։ Ես եմ ձեր լույսը, ես եմ աշխարհի լույսը։ Հիսուս Քրիստոսն եկա, որպեսզի մեզ տանի իր ազատության մեջ եւ իր ուրախության մեջ։ Որդին եկա, որպեսզի մենք լինենք ազատ։ Մենք լինենք փրկված, մենք լինենք մեղքից ազատ։ Հալելույա։